Շուրջ 20 տեսակի բաղադրիչներ 24/7 ռեժիմով միշտ թեժ վառարանում միախառնվում ապակու հումք են դառնում, վայրկյանների ընթացքում վերածվում տարաների։ Սարանիստ ընկերությունը ապակյա շշերի տարաների արտադրությամբ է զբաղվում արդեն մոտ 35 տարի, արտադրական հզորություններով առաջատար դիրքում է Հարավային Կովկասում, կարողանում են համաժամանակյա գրաֆիկով անդադար աշխատանքի մեջ պահել միանգամից 4 վառարան։ Արտադրանքը մատակարարում է շուրջ 125 տեղական և 48 արտասահմանյան ընկերությունների, մեծ մասը 66% արտահանվում է Վրաստանի Հանրապետություն։ Արտադրության մեջ անհրաժեշտ գրեթե բոլոր հումքերը ներմուծում են, որպես գերակա ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն պարբերաբար ներդրումային ծրագրերի խթանման նպատակով դիմում են կառավարություն մաքսատուրքերից ազատվելու արտոնություն ստանում։ Գնագոյացման վրա անդրադառնում է նաև կառավարության աջակցությունը ուղղակիորեն, որտեղ այն տնտեսված գումարները, որոնք կառավարությունը կարողանում է արտոնել մեզ, դրանք ներդրվում են նույն արտադրության մեջ մրցունակ դառնալու համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս, օրինակ Վրաստանում։ Արտադրողականության տեմպը պահելու անհրաժեշտ հումքերն ապահովելու համար կառավարությունից հերթական աջակցությունը ստացել են 2025-ին։ 27000 տոննա դինատրիումի կարբոնատ ներկրելու համար ստացանք աջակցություն։ Ներդրումային ընդհանուր փաթեթը կազմում էր 3 միլիարդ 564 միլիոն դրամ և արտոնված գումարը շուրջ 178 միլիոն դրամ։ 5000 տոննան արդեն նախորդ տարի մենք ներկրեցինք և մնացածը 3 տարիների կտրվածքով։ Կառավարությունից աջակցություն ունեն ոչ միայն մաքսատուրքերի համար, նաև վերազինման, արտադրության արդիականացման գործընթացներում։ Վառարանների շահագործման ժամկետ գոյություն ունի 5-6 տարվա, որից հետո անպայման պիտի վերանորոգվեն։ Իսկ վառարանների վերանորոգման համար ամենակարևոր բաղադրիչը հրակայուն աղյուսն է։ Հրակայուն աղյուս ներկրելու համար մենք դիմեցինք կառավարությանը, աջակցեց, վերանորոգումը շատ հաջող իրականացվեց։ Պետությունը գերակա ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի կողքին է ոչ միայն ներդրումները խրախուսելու, նաև ընկերության զարգացման, ընդլայնման հեռանկարում նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նկատառումով։ 2024-ին մոտ 800 միլիոն դրամի հասնող ներդրումային ծրագիրը ներկայացնելիս արտադրությունում ներգրավված է եղել 590 աշխատող, ընկերությունը նախատեսել էր մինչև 2025 40 նոր աշխատատեղ բացել, աշխատակիցների թիվը հասցնել 630-ի։ Եվս 15 նոր աշխատատեղ նախատեսված են նախորդ տարվա ծրագրով։ Ընկերության գլխավոր տնօրենը նշում է, որ ընթացքում իրավիճակային տարբեր տատանումներով պայմանավորված 2026 են մտել նախապես պլանավորած թվին չհասնելով։ Այս պահին աշխատողների ընդհանուր թիվը հասնում է 605-ի։ Ներդրումային փաթեթներով կառավարության աջակցությունը հիմնականում մեզ օգնում է պահպանել աշխատատեղերը, ինչը շատ ավելի կարևոր է, աշխատատեղերը չնվազեցնել, ինչը մեզ հաջողվում է, և իհարկե մտածել նաև հետագա զարգացումների մասին։ Սարանիստը 2024-ին իրացրել է 9 միլիարդ 200 միլիոն դրամի արտադրանք, 2025-ին արդեն 9 միլիարդ 700 միլիոն դրամի։